Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կանան Լևոնի Ասլանյանը, հոգեբուժ, հոգեթերապևտ։ Այսօր ձեզ կներկայացնեմ անձնային խանգարումները։ Անձնային խանգարումները դրանք բնավորության կայուն անոմալիաներ են, որոնք սովորաբար դրսևորվում են դեռահասության շրջանում, պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում եւ կարող են հանգեցնել սոցիալական համագործակցության խանգարման։ Հայտնի հոգեբուժ Պյոտր Կանուշկինը դեռևս 20-րդ դարի սկզբին առանձնացրել է անձի խանգարման 3 հիմնական չափանիշ։ Բնավորության պաթոլոգիական գծերը հանգեցնում են սոցիալական համագործակցության խանգարմանը։ Խանգարման նշանները կայուն են եւ քիչ են ենթարկվում փոփոխությանը։ Խանգարման գծերը տոտալ բնույթ ունեն, ձևավորվում են մարդու հոգեկան կերպարը ազդելով կյանքի տարբեր ոլորտների վրա։ Միջանցնային հարաբերություններ, հետաքրքրություններ, պահանջմունքներ եւ վարքագիծ։ Տարբերում են անձի խանգարման հետեւյալ տեսակները. հիստերիկ կամ հիստերոիդ անձի խանգարում, որին բնութագրվում է չափազանց արտահայտված հուզական անկայունությամբ, ուշադրության կենտրոնում լինելուն մշտական ձգտման և ցուցադրական վարքագծով։ Այսպիսի անձինք հաճախ ձգտում են շրջապատի հավանականության հեշտության ներշնչվում են, կարող են չափազանցնել սեփական ապրումները կամ խնդիրները։ Շիզոիդ անձի խանգարումը բնութագրվում է սոցիալական շփումներից մեկուսանալու միտումով, հուզական սառնությամբ և սահմանափակ հուզական արտահայտվածությամբ։ Այսպիսի անձինք սովորաբար նախընտրում են միայնակ գործունեություն, դժվարությամբ են ձևավորում մտերիմ հարաբերությունները և քիչ հետաքրքրություններ են ցուցաբերում շրջապատի կարծիքի նկատմամբ։ Պարանոիդ անձի խանգարումը արտահայտվում է շրջապատի նկատմամբ անվստահությամբ, կասկածամտությամբ և ուրիշների գործողություններում թշնամական մտադրություններ տեսնելու միտումով։ Էմոցիոնալ անկայուն անձի խանգարումը բնութագրվում է հույզերի անկայունությամբ, իմպուլսիվ վարքագծով և տրամադրության կտրուկ փոփոխություններով։ Անանկաստ անձի խանգարումը դրսևորվում է չափազանց կարգապահությամբ, կատարելապաշտությամբ, կասկածամտությամբ և մանրուքների նկատմամբ գերակտիվ ուշադրությամբ։ Տագնապային անձի խանգարումը, ինչը բնորոշվում է անվստահությամբ, մերժելու վախով, բարձր տագնապային և սոցիալական իրավիճակներից խուսափելու միտումով։ Կախյալ անձի խանգարումը արտահայտվում է ուրիշներից չափազանց կախվածությամբ, ինքնուրույն որոշումներ կայացնելու դժվարությամբ և մշտական աջակցության պահանջով, և անձի այլ սպეციფიկ խանգարումներ, որոնց մոտ ներառում են անձնային այնպիսի առանձնահատկություններ և վարքային խանգարումներ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում վերոնշյալ տեսակներից։ Դիմեք մասնագետների ժամանակին և եղեք առողջ։ Ձեր հետ էր Կանան Լևոնի Ասլանյանը, հոգեբուժ, հոգեթերապևտ։